Խնդիրները եկել են նրանում, որ ինքը իմանալով իր քերոտը Սամվել Ղազարյանի իր անձնական սպիրտի ասենք ֆինանսական բանում աշխատե, բաժնում աշխատե, փողերն ապերը տարես Սամվել Ալեքսանյանի ասենք այդ սաղ, ինչ կարաղի հետ կապված, բան հետ կապված ինքն է այդ ասենք փողային հարցերի մեջ եղել։ Որ ինքը մենք իմանալով որ ինքը կազինո է խաղում, մոտիկ եկել իրար հետ ճանաչել ենք մեր թաղից է եղել, որ իրան տեղեկ չենք պայել, որ ինքը կազինո է խաղում և դրա համար ինքը իմանալով մեզի ոնց ասեմ ճիշտ լինի շտրաֆ է դրել մի քանի օկուց վրա, որ մարտա 60,000 ԱՄՆ դոլարով մենք հատուցենք իրա քերուտղայի պարկը։ Ես Ալեքսանյանի այդ խնդիրներ մենք իրար հետ ունեցել ենք, ես էլ եմ պնդում, իրա մոտ աշխատել եմ, մի քիչ էլ նեղված եմ եղել իրանից, պարկ ու պահանջ ենք ունեցել իրար հետ, այդ պարկ ու պահանջները մենք արդեն ամեն ինչ հարթված է, ես իրա այդ խնդիր չունեմ, նայել եմ, զգացել եմ, որ ավել պակաս կարող է ես խոսացել եմ, ես չեմ ասում չեմ խոսացել, հիմի մարդկանց հրավիրել եմ, կարող ավելի խոսացել եմ, չեն անջատել, գնացել է հատենց կամ ինձ խոսցրել են, ես էլ իմ մար խմող տղա եմ, խմում եմ իմ մար, թող ավելի պակաս բան ասեմ, բայց ինչ մնում է խնդիրներին, առևանգելուն բանին, ես նկատի եմ ունեցել, հասել եմ այտենց, բայց չեմ նկատի ունեցել այտենց տանային առևանգել, մարևանգել, եմ ջանու ջանդակին նա ինձ տանել կլի առևանգել։ Ուզում եմ հղել իմ հարցս պարոն Փաշինյանին, Նիկոլին, որ խնդրում եմ իրան իմ այս ասածները չհիմնավորեն, սարքեն մի կաթիլ մեղրը, ես նորից եմ պնդում, նման բան չկա, ես գինովցած մտել եմ տուն, իմ տան մեջ ինչ ուզեցա խոսացել եմ, ազատ մարդը մել է, ուզեցա խոսացել եմ, խմած մարդը մեղ է, խոսացել եմ, նման բանը հորինել եմ, որ ասենք հանգստանան տնեցիք, տնեցիք էլ իմանալը, որ ես խնդիր ունեմ, հրավիրել են այդ մարդուն, ես որ իմանայի ինք առաջին է լրագրող էր Նիկոլ Փաշինյանի, ասենք, այդ իր մոտ աշխատում, ես իրոք հանկեղծ եմ ասեմ, ոչ խոսել, գիտեմ ես տան անդամն է, հարազատ մարդը, խոսացել եմ, որ տնեցիք իմանան, ես ճիշտ եմ անկեղծ եմ, խոսացել եմ այտենց, բայց իրան ասել եմ, որ էսի չհրապարակես, առանձին ես քո հետ խոսալու բան ունեմ, ինքն ինձ խոսք ա տվել, որ այտենց բան չկա, որտեվ ես գիտեմ այնտեղ բաներ կա ասել եմ, դա չի համապատասխանում իրականությանը։ Ավել պակաս բանը իմ տան մեջ էլ իրավունք չունեմ խոսամ։ Իմացել եմ հարազատ մարդա խոսացել եմ, զգացել եմ, որ նկարում էլ է։ Ես չեմ մտածել, որ կհրապարակ, իրան ասել եմ չհրապարակես, որովհետև բաներ կա, դա չի համապատասխանում։ Ես տնեցիքի դեմ չեմ կարացել ասեմ։ Մոտիկ եկել իրար հետ ճանաչել ենք մեր թաղից ա եղել, որ իրան տեղեկ չենք պայել, որ ինքը կազինո է խաղում։ Նման այտենց լավ չլավ է։ Այսինքն այդ ընթացքում ինքը պահելա ձեզ իր մոտ։ Իր մոտ բաղոնց, բառանց պահելու, այդ այն տեղն է, որ հարստավում էլ բերում են այնտեղ են պահում, ես էլ եմ ինքն էլ ուղարկե մարդ են գնացել բերենք, ասենք իր հարցերով բերել են կատե, իր պահեսնում, հարաղի բանում, իմ հետ մի հատ բան կատարվավ, ես տնեցիկից էլ եմ ասել, իմ հետ մի հատ բան կատարվավ Ալեքսանյանը, էսի ես տնեցիկին էլ եմ ասել, կան բանը չլինան գիտեն, ես իրան որտեղ մի հատ չիպ եմ տվել, ինչ որն եմ եմ ասում, այդ չիպի մեջ էլ կան, ասում եմ իմ հետ մի հատ բան կատարվի, Ալեքսանյանն է, թո ինքը մի հատ բան հիշի, բայց էդի կանպայման կեսի ցույց կտաս, թո ինքը մի հատ բան հիշի, բայց էդի կանպայման կեսի ցույց կտաս, մենք իրան պարկ չենք վսյո, հրամադիտանանք ու վրաբերել եմ տնեցիք, նորից եմ կրկնում, ասենք տնեցիք իմանալով, որ ես խնդիրներ ունեմ, իմ հորինածը, դե ես ասենք, որ Ռուսաստանն գնացել եկել եմ, ասենք, ստան բաճարել եմ, հորինել եմ, որ ինչ-որ պարկ եմ ունեցել, տվել եմ ես ինչ մարդու, X անուն տվել, X մարդը գտել եմ արման, պարոն Ալեքսանյանին եմ ասել, Սամվելին, որ ասենք տնեցիք հանգստանան, իմանալով իր մոտ գործունամ, պարկ եմ եղել, տվել եմ այդ մարդուն։ Հիմա սթափեք։ Ըմի ներկայդրությամբ ստափեմ, արդեն ագի վախատած չեմ օգտագործում, բայց արդեն այս հարցազրույցից պետք է գնամ խմեմ։ Իմացել եմ Նիկոլ Փաշինյանի աշխատողն է եղել ինքը լրագրողը, որ տնեցիկը հրավիրել, ես չեմ կարծել իրան մերժեմ, ասեմ դու սարի։ Այսինքն այդ ժամանակ արդեն իմանա ես ոսուտ եմ խոսացել։ Ես որ իմանա իր լրագրողը հրապարակի, ես 100% չէի խոսալ։
Ես գիտեմ, որ պետք է տան ինձի։ Ես դաժան ասել եմ, որ կանես, նա դե չիպ սարքես, այդ չիպը, որը մի կսել են իրանք բանում ես, նկատեմ ունեցել, որ չիպ կանես, հետի կտասեցի կտան տնեցիկին, որ տնեցիկ ալխային լինեն։ Նիկոլի ասած մարդը ինձի օգնել է, ես ընդունել եմ ինձի հարազատ մարդ, իր ասածով արել եմ։ Եթե ես իմանայի ինքը կհրապարակիստեր, աղմուկ ունենա, քաղաքական հարկ ես կան, չեմ խոստարում։ Ես այսօրվա դրությամբ եթե մի հատ բաներ եմ, որ Փաշինյանը զորով այդ մարդը մուսուլմանացան է, որ Ալեքսանյանը իմը թշնամություն ունենա։ Թող ինքը մի հատ բան հիշի, բայց էդի կամպայման քեզի ցույց կտաս։ Թող ինքը մի հատ բան հիշի, բայց էդի կամպայման քեզի ցույց կտաս։ Մենք իրան պարտ չենք վсё։ Հրամանիտ ենք